Կենտրոնական հրապարակի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Չերազ և Սպանդարյան փողոցները պետք է միացվեն իրար։ Սա հրապարակի ընդլայնման ծրագրով է, նշում են քաղաքապետարանի իրավասուները։ Տվյալ տարածքում շինարարությանը խանգարող ոչ մի շինություն չկա, հավաստում է գլխավոր ճարտարապետը, իսկ քաղաքաշինական ծրագրը իրականացնելու համար նույնիսկ շենքեր են քանդվում։ Ճարտարապետը մեջբերում է միջազգային փորձը։ Մոսկվայում դեռևս 30-50-ական թվականներին Գորկու փողոցը ընդլայնման համար շենքերը հետ քաշեն փողոցը Կանջադի բուն հրապարակից, որը նպատակի տարբերվում նաև որպեսզի հրապարակը որպես հասարակական միջոցառումների եւ բազմամասշտաբ ծրագրերի եւ շեկերտների իրագործման տարածք անջատվի երթևեկությունից։ Սպանդարյան Չերազ փողոցների միացումը եզակի ծրագիր չէ։ Նմանատիպ ճանապարհաշինություն եւս նախատեսված է գլխավոր հատակագծով։ Նշենք, որ Գյումրիի գլխավոր հատակագիծը հաստատվել է 2005 թվականին։ Սա Չերազի փողոցն է, ու այս գծով միանում են։ Ես կարող եմ սա ընդհանուր քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի հիմնական գծագրերից մեկն է, որը հենց սրանից է ծնվում, սրան հաջորդող մյուս գծագրերը եւ կոդեվորումը եւ կառուցապատման նախագիծ եւ աշխատանքային նախագծերը։ Նոր կառուցվող փողոցի լայնությունը պետք է համապատասխանեցվի Սպանդարյան փողոցի լայնությանը։ Չերազի փողոցը բավականին նեղ է, իսկ հրապարակի երթևեկությունը պետք է իրականացվի ընդարձակ փողոցներով։ Փողոցի լայնությունը պետք է համապատասխանեցվի Սպանդարյան փողոցի լայնության հետ, որովհետեւ Սպանդարյան փողոցը իր լայնությամբ ավելի մեծ է, քան Չերազի փողոցը եւ հրապարակ պետք է մուտք գործել ավելի լայն փողոցից, լայն հատվածից։ Ինչ վերաբերում է տարածքում հատված ծառերին, ապա ըստ ճարտարապետի կառուցապատում իրականացնելու դեպքում ծառահատումներն անխուսափելի են, իսկ ամենափրկիչ եկեղեցու դիմաց գտնվող եղևնիները դեռևս կմնան տեղում եւ չեն հատվի, քանի որ այդ հատվածը նախատեսված է մայթեզր կառուցելու համար։ Լիզա Գասպարյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուզ։